Ընդամենը 2 ամիս առաջ միջազգային լրատվականների առաջին տողերում գրեթե ամեն օր Ուկրաինայի մասին լուրերն էին։ Հիմա դժվարությամբ ենք նորություններ գտնում ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Մամուլի ուշադրության կենտրոնում Իրանն է։ Արդյոք Արևմուտքը մոռացել է Ուկրաինայի մասին։ Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի խոսքով նման ձևակերպում գուցե ԱՄՆ-ին վերաբերյալ կարելի է անել։ Միասնական Արևմուտքի ամերիկյան կողմը հիմա Ուկրաինա աջակցելիս պահանջում է վճարել։ Դեռևս համառորեն Ուկրաինային օգնելու գծի վրա է կանգնած Եվրոպան, այսինքն նորվա ասած միասնական Արևմուտքի երկրորդ մասը, սակայն ակնհայտ էր դա անձն աչքով էլ նաև երևում է, որ նույնիսկ եվրոպական առաջնորդների մոտ արդեն չկա նախկին եռանդը եւ նախկին, այսպես ասենք, կիրքը, որով օգնում էին Ուկրաինային։ Դե իհարկե, այս պատերազմը շատ բացասական ազդեցություն թողեց Եվրոպայի տնտեսության վրա, սա հնարավոր չէ հասկացող անել, բացի այդ նաև պետք է ֆիքսենք, որ 2022 թվականի եւ հետագա տարիների եւ հիմիկվա տարբերության մեջ եվրոպական շատ լիդերների մոտ արդեն սերնդափոխություն կա, օրինակ Բորիս Ջոնսոնը չկա եւ շատ այլ լիդերներ չկան։ Ամենամեծ վնասը թերևս կրել է Գերմանիայի տնտեսությունը։ Այնտեղ փորձում են իրավիճակը մեղմել զենքի արտադրության միջոցով, ասում է վերլուծաբանը։ Ուկրաինայի տնտեսության մասին խոսելն ավելորդ է։ Ռուսաստանը եւս թե մարդկային, թե տնտեսական մեծ կորուստներ ունի։ Կողմերը չնչին դիրքային փոփոխությունների են հասնում, օրերի կտրվածքով, նույնիսկ շաբաթվա կտրվածքով հնարավոր է միայն ինչ-որ մի փոքրիկ բնակավայր սովորաբար ռուսական կողմը գրավի, բայց եթե այդ մանրուք որպես վերցնենք, ապա մեծ հաշվով ճակատը սառած է։ Ճակատը իր ողջ երկայնքով սառած է, ռուսական կողմը մեծ ցավ իրեն ծանր կորուստներ է կրել այս տարիների ընթացքում, ռուսական տնտեսությունը եւս լավ ցուցանիշներ չի ցուցադրում եւ վերջերս նույնիսկ Պուտինը կառավարության ուղղված իր խոսքում այդ մասին ասել, նույնիսկ միջպատերազմական Պուտինը սա չէր ասում, առավել եւս պատերազմից հետո Պուտինը ասաց, որ 1.8% տնտեսական անկման խնդիր կա, ապա պետք է պատկերացնել, թե իրավիճակը ինչ ծանր է։ Արյունակամ լինող Ուկրաինայի բնակիչների ամենամոտ հանգրվանը Եվրոպան է։ Միլիոնավոր ուկրաինացի փախստականներ ապրում ու աշխատում են այնտեղ։ Չնայած մերթընդմերթ համացանցում տարածվող տեսանյութերին, որոնցում ասվում է, թե եվրոպացիները չեն ուզում իրենց երկրում սլավոններին տեղ տալ, ընտրություններն ու դրանց արդյունքներն այլ բան են հուշում։ Ամենաթարմ օրինակը թերևս Հունգարիայում Օրբանի վստահության քվեճ ստանալն է։ Չի կարելի ասել, թե մարդիկ ընտրել են ռուսամետության եւ Ուկրաինային պաշտպանելու միջև, բայց միանշանակ է, որ հունգարացիները կողմ են քվեարկել Եվրոպայի վարած քաղաքական գծին։ Ունենք մի գործիք, որով հնարավոր է ժողովրդի մասսայական մեծամասնության կողմից իմանալ, այդ վիճակը ընտրություններն են։ Այսինքն ընտրությունների արդյունքով մենք կարող ենք դատել, թե մեծամասնությունը հասարակության ինչպես է վերաբերվում ռուս-ուկրաինական պատերազմը եւ մասնավորապես Եվրոպայի ակտիվ տնտեսական դերին այդ պատերազմում։ Ֆրիդրիխ Մերցը, որ եկավ Գերմանիայում իշխանության, հավասար կամ ավելի դաժան գծի կողմնակից էր, քան իր նախորդը, թեև Գերմանիայի տնտեսությունը ծանր ըստ դրության մեջ եւ ծանր կորուստներ է կրում։ Որոշ լիդերներ սակայն այնուհանդերձ փոխվեցին, օրինակ մենք տեսնում ենք նաեւ, որ օրինակ Մակրոնի ակտիվ դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմում ավելի անկում է ապրել։ Դատելով նորից ժողովրդավարական ընտրությունների արդյունքներից, դեռևս հասարակության մեծ մասը այս կամ այն կերպ աջակցում է այս պատերազմին։ Ամերիկյան կողմում ուկրաինական ճգնաժամին անդրադառնալու ժամանակ չունեն։ Գոնե վերջին օրերին Թրամփի վարչակազմն այս հարցի մասին գրեթե չի խոսում։ Չկա նաև պատերազմը դադարեցնելու նախկին ակտիվ ջանքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն մեծ հաշվով դեմ չէ, թող շարունակվի կռիվը իրեն ինչ։ Հա, փորձեց դեմքը փրկելու համար Տրամպը բանակցեց, գուցե փորձեց այդ բանակցությունների ընթացքում ինչ որ յուրօրինակ շահ սպասարկել իր համար, բայց վերջում եթե չստացա թե հակառվեք, ես զենք կվաճառեմ ձեզ, ինչ պատա։ Այդ վաճառքի մեջ իմ օգուտը կունենամ, իմ ավանդական հակառակորդ Ռուսաստանը կթուլանա, այսինքն մշտապես կլինի մի բան, որը ես կկարողանամ զիջել Ռուսաստանին իրենից այլ բան ստանալու համար։ Այն որում այդ ամեն ժամանակ կվճարի Եվրոպան։ Եվրոպայում չեն մոռացել Ուկրաինայի մասին, բայց 2022-ի խանդավառությունն այլևս չկա։ Այս պատերազմը կավարտվի, երբ բոլոր կողմերը կարողանան փրկել իրենց դեմքը, ամփոփում է վերլուծաբանը։